Բարի երեկո, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի IQ Plus հաղորդումը, սկզբից օրվա ամփոփումը 120 վայրկյանում։ 2017 թվականի բյուջեն նույն համամասնությունը, նույն տրամաբանությունն ունի, ինչ վերջին մի քանի տարիներին է, եւ արմատական փոփոխություններ ակնկալելը դժվար է։ Տնտեսագետ Կարլեն Խաչատրյանը բյուջեի նախագծում նաեւ բացասական միտում է նկատել։ Պետական պարտքի սպասարկմանը հետզհետե ավելի մեծ գումարներ են ուղղվում։ Եթե 2016 թվականին պետական պարտքի սպասարկման ուղղվում էր մոտ 100 միլիարդ դրամ, ապա 2017-ին 119 միլիարդ դրամ է ուղղվելու։ Սփյուռքի նախարարությունը 160 առաջարկ է ստացել մարզերում սիրիահայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրափյոնյանի խոսքերով սիրիահայերը հրաժարվում են պատճառաբանությամբ, թե այդքան հեռու չեն կարող գնալ ապրելու։ Բայց դա էլ մենք հասկանում, քաղաքաբնակը հողագործությամբ զբաղվել չի կարող։ Ինքնին դա հասկանալի է, մենք շատ չենք նեղվում կամ նեղանում, մարդը չի կարող գնալ հող մշակել, եթե պապենական ինքը արհեստագործ է։ Ունիսոն հասարակական կազմակերպությունը Երևանում կատարել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, հասկանալու համար, թե ինչ ասոցիացիա է առաջանում մարդու մոտ հաշմանդամ բառը լսելիս։ Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքերով մարդկանց մոտ դեռ ուժեղ են կարծրատիպերը։ Մարդիկ հաշմանդամություն բառը լսելով կամ հաշմանդամ միայն սալակ են պատկերացնում, ինչ-որ տկարություն, հիվանդություն չեն պատկերացնում, սովորական մարդ, շատ տարբեր մարդիկ, որտեղ հաշմանդամները եւս շատ տարբեր են։ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի այս տարվա առաջնությունը լրջորեն մտահոգել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին։ Նրա խոսքերով դա կարող է անդրադառնալ թիմի արդյունքների վրա։ Ես նաև համարում եմ, որ մարզիչները տեղերում, բնակավայրերում մոդեցումը ինչ որտեղ թույլատրել են, որովհետև չի կարելի ունենալ մոտ 150 մարզիչ եւ հանրապետությունը հունահռոմեական ոճից եւ մասնակիցների քանակը լինի 63 հոգի։ Քանի դեռ իշխանությունը իշխելու հոգեբանություն ունի, լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։ Հայաստանը լինելով միջազգային կազմակերպությունների անդամ ձևական է ստորագրել փաստաթղթերը, որովհետև այդ մարդիկ հոգեբանորեն այդպիսիք չեն։ Քմծիծաղ են տալիս իրենց ստորագրածի վրա։ Այդ մարդիկ իրենց հասկացությամբ հարգված են, իրենց շրջապատում թագավոր են եւ հանկարծ մի լրագրող է հայտնվում, որ իրենց դեմ է գրում։ Եվ իրենց հոգեբանությունը հետեւյալն է. դա ով դարավ, որ իմ դեմ գրի, գլուխ կպոկեմ։ Այս միջնադարյան հոգեբանությամբ են ապրում, նշում է Ավետիք Իշխանյանը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը թերթ-ի հետ զրույցում անդրադարձել է Գազպրոմ Արմենիա փակ բաժնետերական ընկերության Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերաբերյալ հայտով դիմելու մտադրությանը։ Ես կարծում եմ, որ կառավարությունը այս պարագայում շատ ավելի համարձակ քայլի է գնում եւ կարծում եմ, որ սակագինը վերանայելու նախաձեռնությունը հենց նրանն է, բայց նաեւ տեսնում եմ որոշակի բարյացակամություն եւ պատրաստակամություն համագործակցության եւ աջակցության Գազպրոմ Արմենիայի եւ ռուսական կողմից, նշել է տնտեսագետը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ զարգացող երկրների արժույթի միջազգային հիմնադրամից եւ համաշխարհային բանկից վարկեր վերցնելու պրակտիկան գաղութացման եւ ստրկացման նոր ձև է, հայտնում է թուրքական Միլիետ թերթը։ Նրանք ձգտում են ձեռնաշղթաներ դնել տնտեսության, արդյունաբերության, քաղաքական համակարգի եւ մտքի վրա, ասել է Էրդողանը, հավելելով, որ Թուրքիան եւ նրա հասարակությունը չեն պատրաստում գաղութ եւ երկրորդ կարգի մարդիկ դառնալ։ Օրվա լրահոսը։ Ընդդիմադիր դաշտի միավորման հակի կոչին առայժմ արձագանքում են միայն օդում։ Օդում քննարկումներ կան, մթնոլորտը այդպիսին է։ Բարգավաճ Հայաստանի ղեկավար Նաիրա Զորաբյանին ընդդիմության միավորման գաղափարը դուր է գալիս, բայց դա լինող բան չէ։ Տիկին Զորաբյանն ակնարկում է, որ բոլորի հետ հնարավոր չէ միավորվել։ Ես հասկանում եմ այն ուժերի մղումը, ովքեր շատ լավ հասկանում են, որ խորհրդարանում առանց դաշինքի լինելու իրենց հավանականությունը ոչ թե 0 է, այլ մինուս անսահմանություն է։
ԲՀԿ-ին միավորման առաջարկներ արդեն արել են։ Կուսակցությունն առայժմ հակված չէ որևէ կուսակցության միավորվել։ Բացի դրանից միավորվելն ազնիվ չի լինի կուսակցության ռեյտինգային քվեարկության ցուցակով առաջադրվողների հանդեպ, չէ որ համայնքներում նրանք անելու են քվե բերելու հիմնական գործը։ Որքանով է այսպես ճիշտ եւ ազնիվ մարդիկ աշխատեն եւ համամասնական ցուցակում ինչ որ ներգրավեն այլ կուսակցություններից ներգրաված մարդիկ, ովքեր այդ աշխատանքի արդյունքում կդառնան падգամավոր։ Նաիրա Զորաբյանն ասում է, եկեք միավորվենք, բայց այլ քաղաքական ուժերի բոլոր առաջատար դեմքերը պետք է առաջադրվեն ռեյտինգային տարբերակով։ Բայց եթե մտածում են, որ պիտի դաշինքով լինեն կներեք այս բարի համար անձեռն մխելի մարդիկ, պայմանականորեն բաժանեն քաղաքական սեգմենտ, որը կարծում է, որ ինքը ռեյտինգայինով առաջադրվելու խնդիր չունի, որտեղ ինքը քաղաքական սեգմենտ է, իսկ ռեյտինգայինի տղաները պիտի աշխատեն մյուսներին խորհրդարան բերելու համար, ես չեմ կարծում, որ դա ազնիվ մոտեցում է։ Նաիրա Զորաբյանը վստահ է, որ քաղաքական մյուս ուժերն այս տարբերակին համաձայն չեն լինի, որովհետև քաղաքական դեմքերը գիտեն, որ ռեյտինգային տարբերակով քվե չեն հավաքի։ Բայց կա տեսակետ, որ եթե ոչ իշխանական ուժերը չմիավորվեն, իշխանությունը կհաղթի։ Նաիրա Զորաբյանը վստահ է, որ իշխանությունն ամեն ինչ կանի, որ հաղթի, բայց պետք չէ հանրապետականին գերագնահատել։ 3-ից 4 տարվա ընթացքում ֆերմերային տնտեսությունները պետությանը պարտքեն մնացել 1 միլիարդ դրամ։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի բյուջեի քննարկմանը գյուղատնտեսության նախարարը նշեց, որ պարտքը առաջացել է չվճարված պարարտանյութից, դիզվառելիքից։ Դիմել ենք բոլորին, որ տան անվանական ցուցակներ, որ հասկանանք ով է մեզ պարտք իրականում, որ գյուղացի տուն արտուն։ Որոշ դեպքերում դիմել ենք արդեն դատարան։ Շատ ժամանակ դեպքեր կան, որ տեսնում ես, որ այդ մարդու բան չկա վերցնելու էլ։ Արդյոք կպատժվեն նաև այն խոշոր հողատերերը, որոնց կատարած չարաշահումները անհամեմատ ավելին են, քան սովորական գյուղացիներինը։ Նախկին դեպքերի համար ես չեմ կարող ոչ մի բան մեկնաբանել, այն ժամանակ այդքան չէի հետևում այդ դեպքերին։ Հիմա եմ հետևում։ Հիմա այտենց ոչ լուր գիտեմ, ոչ նյութ գիտեմ, չեմ կարող ասել, բայց ցանկացած բան կարող է լինել Հայաստանում։ Հատկապես շատ էին հրապարակումները նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր Հենրիկ Աբրահամյանի կողմից դիզվառելիքի չարաշահումների վերաբերյալ։ Նախարարը կրկին տեղյակ չէր։ Մի տեսակ անվստահ եք ասում։ Ինչու՞։ Որտեղ զգացի։ Տեն շատ մարդախապնվել ինձ հայացքից։ Գյուղացիական կոոպերացիաների մասին օրենքը գործում է արդեն, սակայն գյուղացիները այնքան էլ պատրաստակամ չեն իրագործելու այն։ Ես դեմ եմ զորով առաջ տանելու։ Ես կողմ եմ բանակցելու եւ համոզելու։ Բյուջեի քննարկման ընթացքում նախարարին հարց ուղղվեց նաև գյուղացու եւ գյուղատնտեսության մասին օրենքի մասին, որը մինչ օրս գոյություն չունի։ Դեկտեմբերին կսկսեմ քննարկել արդեն ձեր հետ էլ միասին, որ դուք էլ իմանաք, որ քննարկումը սկսվել է, որպեսզի հաջորդ թե ես այդ շղթան չեմ իմանում հերթականությունը ոնց է, շղթայով կգնանք առաջ։ Բոլոր ծրագրերի իրականացման համար գյուղատնտեսության ոլորտին 2017 թվականին բյուջեով կհատկացվի ավելին քան 10 միլիարդ դրամ։ 2017-ի պետական բյուջեով աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի նախատեսվում, սակայն ըստ ոլորտի նախարար Արտեմ Ասատրյանի շարքային քաղաքացու կենսամակարդակը կբարձրանա։ Այն բոլոր միջոցառումներն ու ուղղությունները, որ ներկայացված են, պիտի նաև սոցիալական բեռի թեթևացման բերեն։ Նախարարն ակնարկում է, որ սոցիալական բեռի նվազումը տեղի կունենա էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների փոփոխության արդյունքում, որն իր հերթին կբերի գյուղմթերքի էժանացման, բայց աշխատավարձերի ու թոշակների բարձրացման մասին ոչ մի խոսք։ Մենք լրացուցիչ միջոցներ 2017 թվականի բյուջեի շրջանակներում չենք ունեցել եկամուտների առումով, հետևաբար սա արտահայտվել է նաև ծախսային քաղաքականության վրա։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասում է, որ թոշակների եւ աշխատավարձերի բարձրացումից ավելի կարևոր է տնտեսական աճը։ Որպեսզի հնարավոր լինի, որ տնտեսական աճի միջոցով ստեղծվի եկամուտներ, դրանից մենք հավաքագրումներ կատարենք եւ հավաքագրումների միջոցով պերմանենտ բարձրացնենք եւ աշխատավարձերը եւ թոշակները։ Հայաստանի տնտեսական աճի հնարավորություններն ըստ Վարդան Արամյանի 4.5% են, բայց դա թույլ չի տալիս առայժմ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները։ Իրենք չեն կարող մեկ անգամ բարձրացնել եւ քաշվել մի կողմ։ Մեկ անգամ բարձրացրեցի, դա լինում է պերմանենտ։ Հանձին Կարեն Կարապետյանի կառավարության ժողովուրդն առայժմ պետք է հույսեր ունենա, որ լավ է լինելու։ Հույսը վատ բան չէ, առանց անհույս մարդիկ իրականում դա հուսալակված մարդիկ անարդյունավետ են։ Իդեպ այս պահին պարզ չէ, թե ինչքանով է այս տարի ավելացել կամ պակասել աղքատության ցուցանիշը Հայաստանում, նույնիսկ 2015-ի տվյալները չկան։ Հուլիսյան բախումներից հետո կալանավորված քաղաքացիների հարազատները Սերժ Սարգսյանի ուշադրությունն են հրավիրում մի դատավարության վրա, որը դեռ չի մեկնարկել։ Նրանք պարզապես չեն հավատում Հայաստանի դատական համակարգի արդարությանը։ 3 ամիս է արդեն նստած են, 3 ամիս եւ ավել։ Դատական չի կայանում,
Դրա համար մենք պահանջում ենք նախագահից օբյեկտիվորեն վերաբերվել եւ հրահանգ տալ, որպեսզի կայացնեն արդարացի որոշում։ Պահանջում են գոնե մեզ լսի եւ մի քիչ ավելի արդար հրաման տա, որ ավելի արդար դատեն երեխաներին, եթե դատելու են, չնայած հանցանք չեն գործել։ Սոսո Մարգարյանը, Արսեն Մկրտումյանը եւ Գագիկ Միքայելյանը մեղադրվում են 46 ոստիկանների ուղղությամբ քարեր նետելու մեջ։ Եթե անգամ քարը նետել է, դա ես համարում եմ նորմալ, որովհետեւ իր վրա էլ գցել են այդ պայթուցիկ բաները, կռիվ են արել, չէ, իրան հարվածել են։ Եթե Սոսո Մարգարյանը կարող էր 46 ոստիկանի վելիկաներ, հսկայեր վնասացնել այդ ոստիկաններին ազատ է կամ արդեն Սոսո Մարգարյանն ընդունել գործի, մենք հարկատուներս էլ ահագին օգուտ կանենք դրանից։ Հարազատներին նաև հետաքրքրում է, եթե արդար նախաքննություն են իրականացրել, ինչու ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այդ նկարի հիման վրա, որ նկարի մեջ երևում է, որ տղան ոտքով հարվածում է Վահանին, դրա համար տանում են 8 տարի դատեն։ Իսկ ոստիկանը պարկած ցուցարանին տեսնում ենք, որ հարվածում է, թեկուզ ոտքով, թեկուզ մահակով, նրան ոչ մի բան չեն անում։ Հարազատները վաղը կրկին կհավաքվեն նախագահական նստավայրի դիմաց, իսկ նոյեմբերի 4-ին տեղի կունենա այս գործով առաջին դատական նիստը։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ընդհատության կարգով այն ուղարկվել է կենտրոնի դատարան։ Մի խումբ մայրեր երկրորդ օրն է հավաքվում են ԴՀԿ ծառայության շենքի մոտ, պահանջելով վերջապես իրականացնել դատականատյանների վճիռները։ Լենա Հարությունյանը մեկն է այն մայրերից, որն արդեն 5 ամիս է չի տեսել իր նորածին որդուն հակառակ դատարանի վճռի։ Այսօր կենսաբանական հայրը ներկայացել է ԴՀԿ հետախուզումից հետո ու նշել է, որ երեխան իր մոտ չի, ինքը հանձնել է ոմն 3-րդ անձի։ Կանայք այսօր երկար չսպասեցին շենքի մոտ նրանց ընդունեց ԴՀԿ ծառայության տեսչական եւ վերլուծական բաժնի պետ Գագիկ Միրիջանյանը։ 2 ժամից ավել տևած հանդիպման արդյունքները չեն գոհացրել արդարություն պահանջող կանանց։ Իմ երեխային առևանգել են։ Ում մոտ է այդ երեխան, ով է զբաղվելու դրանով։ 2014 թվականին ամուսնալուծված Արմինե Ավոյանի որդուն իր խոսքով ԴՀԿ շենքի մոտից առևանգել է պապիկը։ Արդեն 4 տարի է երեխան բնակվում է հոր հետ, մինչդեռ դատական բոլոր ատյանները երեխայի բնակության վայր են սահմանել մոր հասցեն։ Գործը կատարողական եկել է հարկադիր կատարման ծառայություն, 1 ամսվա ժամկետում պետք է կատարվեր տվյալ մարմնի կողմից իրենց աշխատանքը, բայց չէր կատարվել։ ԴՀԿ-ում Արմինեին խոստացել են 2 օրվա ընթացքում լուծում տալ խնդրին, բայց երիտասարդ մայրն այլևս չի հավատում ոչ մի խոսքի։ Չեն հավատում նաև մյուս մայրերը, որոնք պատրաստվում են վաղն արդեն կառավարության շենքի մոտ հավաքվել։ Ես քեզ կանչում եմ սիրելիս, բայց դու չկան։ Այս եւ 16 այլ կատարումներ Ռուբեն Հախվերդյանն այս շաբաթ օրը կներկայացնի հանդիսատեսին։ Ստեղծագործությունների գործիքավորումն արել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը։ Հեղինակային համերգը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ է։ Բոլոր ստեղծագործությունները հնչելու են նորովի։ Կտակ 50-ից հետո Երևանի գիշերներում հայտնի ստեղծագործություններից բացի կհնչեն նաև նոր երգեր։ Դրանք իրենց բովանդակությամբ ու ասելիքով հետ չեն մնա արդեն սիրվածներից։ Ես կարող եմ օրը 10 հատ երգ գրել, կարող եմ օրը 20 հատ երգ գրել, բայց դրանք չեն մնա երկար, որովհետև այս տեսակի երգ գրելը, որ խոսք ու երաժշտությունը միասին է ծնվում, որը ունենա նաև բանաստեղծական արժեք, ոչ միայն երաժշտական արժեք։ Այդ բավականին մեծ դժվարությամբ է ստեղծվում։ Կտրուկ շրջադարձ կլինի Ռուբեն Հախվերդյանի գործերի մատուցման ոճում, երգչի կատարումների սիրահարները սովորեն դրանք լսել կիթառի ուղեկցությամբ։ Այս անգամ երաժշտությունն ավելի շատ դասական երանգներ կունենա։ Մենք սանում ենք այն ակնկալիքով, որ սա կարող է հետաքրքիր բան լինի եւ սրանից հետո կարող է ավելի հետաքրքիր ինչ-որ բաներ ստացվել։ Ռուբեն Հախվերդյանի համերգը իր համար մեծ շրջադարձ է համարում կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը։ Ես մինչև խոսալ սովորել երեխա ժամանակ արդեն երևի երգերը երգում էի առանց հասկանալու բառերը։ Շատ զգացված եմ այսօր գտնվել իր կողքին, նույն բեմի վրա, նույն բեմահատակում եւ որ կարողանանք իրար հետ ինչ-որ մի աշխատանք, ճիշտ ասած, եթե մի 20 տարի առաջ այդպիսի բան ասեին, ես կծիծաղեի, պարզապես կասեի անհնարին է։ Համերգը կկայանա նոյեմբերի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գազի սակագները իջեցնելու հայտով։
Միջին սպառողի համար նախատեսում է գինն իջեցնել 7,7 դրամով, անապահով խավերի համար 100,000 դրամով։ Ավելի բարդ հաշվարկ է նախատեսված ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների, ինչպես նաև խոշոր սպառողների համար։ Բայց բոլոր դեպքերում ենթադրվում է, որ գազի սակագինը պետք է իջնի, որոնք են այդ քայլի պատճառները եւ ինչ հետևանքներ դա ունենալու։ Օրվա գլխավոր թեման։ Գազի սակագինը իրականում չի նվազի, պարզապես կփոխվի Գազպրոմ Արմենիա ընկերությանը այդ գումարը վճարող ձեռքը, սպառողի փոխարեն այդ պարտավորվածությունը իր վրա կվերցնի պետությունը։ Սա նույնիսկ նշանակում է Գազպրոմին ավելի երաշխավորված մուծումներ, որովհետև եթե քաղաքացին թոշակառուն եւ առավել խոցելի խավերը չէին կարող մուծել, ապա այս դեպքում երաշխավորված կառավարությունը բյուջեից մուծելու այդ գումարները։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը առաջարկում է գազի սակագինը մինչև 10,000 խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդների համար դարձնել 139 դրամ, մինչև 600 խորանարդ մետր գազ սպառողները, որոնք համարվում են նպաստառու կվճարեն 100 դրամ, ներկայիս 146,7 դրամի փոխարեն։ Քաղաքացու համար պարզ է, հետաքրքիր չի ով է մուծողը, բայց որ սա պետությանը կարող է վնաս բերել եւ ազատ մրցակցության հերանիցել, դա փաստ է։ Սա ինքը շատ կարճաժամկետ գործիք է եւ վստահաբար, եթե նույնիսկ հունվարի 1-ին, որը որ այն ամենաարագ ժամանակաշրջանն է, երբ որ սակագինը կարող է կյանքի կոչվել, մենք հուլիսի 1-ին հակառակ ազդեցությունը եւս կզգանք։ Այս գնահատականներից հետո Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահը եզրակացնում է, նվազեցված սակագինն արդյունավետ չի լինի։ Որ դա փակելու է պետությունը, դա նշանակում է այս մի հատ ակցիայր ու պրծավ։ Բայց այսինքն ջերմատնային տնտեսությունը դա զարգացում է տարիների, որ պետք է մենք նայենք, ով որ ջերմատուն է կառուցում, մտածում է, ասենք, որտեղ դա մեծ ներդրումներ է, շատ մեծ ներդրումներ է։ Նա մտածում է, կարա երկար ժամանակ կմտնի այս գործի տակ, թե չէ։ Ջերմոցային տնտեսությունները հատուկ բանաձևով հաշվարկված գումարը կվճարեն 10,000 խորանարդ մետր եւ ավելի սպառում ունենալու դեպքում։ Ունենք 1000 ջերմոց։ 1000 ջերմոցը, եթե վառում են տարեկան 900,000 խորանարդ մետր, ձեռնտու է իրենց որ ավելի շատ վառեն, որ 10,000-ի սահմանը անցնեն, որպեսզի 20% էժան վճարեն։ Սա կոռուպցիայի լայն դաշտ է ստեղծում։ Բնական գազի սակագնից բացի կարևոր է նաև դրա որակը։ Փաստորեն չունենալով այլընտրանք ռուսական գազին մենք վճարում ենք ոչ այնքան որակով գազի համար։ Մի շարք հետազոտություններ, մասնավորապես գազի ոլորտում, ցույց են տալիս, որ գազի կալորիականությունը վերջին 10 տարիների ընթացքում կա նույնիսկ համապատասխան ուրեմն համեմատական հետազոտություն զգալիորեն նվազել է։ Մենք ուրեմն ուսումնասիրություն ենք կատարել, որ այսօր ջերմատները մոտ 30% ավելի շատ գազ էին վառում, քան նախկինում, որպեսզի նույն ջերմաստիճանը ստանան։ Փաստորեն բազի գինը բարձրանում էր 1, որական գնում էր գազի ծախսը ավելանում էր 2, ջերմատները չէին իմանում ինչ անեին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում արդեն ստացել են Գազպրոմ Արմենիայի դիմումը, որոշումը կկայացնեն ուսումնասիրություններից հետո։ Ըստ Գազպրոմ Արմենիայի պաշտոնական բացատրությունների գազի սակագնի իջեցման ռեզերվները հետևյալն են. ընկերության ֆինանսական պարտավորությունների վերանայումը, Վրաստանի հետ բանակցությունները տարանցման վերաբերյալ, ինչպես նաև շուկայի ընդլայնումը։ Բայց դրանց մասին խոսվում է ապառնի ժամանակով, այսինքն ռեզերվներն այս պահից առայժմ չկան։ Բիզնես տրամաբանությունը հուշում է, որ սկզբից պետք է գտնել ռեզերվները եւ հետո միայն մտածել սակագնի մասին։ Արդյոք վերջին տարիներին գազի սպառման ծավալները մեծացել են, ըստ երևույթին ոչ։ Արտագաղթի, տնտեսական լճացման եւ գնողունակության անկման պայմաններում նման բան պարզապես չի կարող տեղի ունենալ։ Եթե ընկերությունը այդպիսի հնարավորություն է տեսնում, ուրեմն վստահ է, որ կորցրած գումարները այնուամենայնիվ փոխհատուցվելու են։ Ասվում է, որ ծայրահեղ դեպքում դա կանի մայր հիմնարկը, այսինքն Ռուսաստանի Գազպրոմը։ Այստեղից էլ ենթադրություններ են արվում այդ քայլի քաղաքական բաղադրիչի վերաբերյալ։ Ոչ մի տնտեսվարող սուբյեկտ իր բիզնես շահերին հակառակ քայլեր չի անի։ Հետևաբար կորուստները փոխհատուցվելու են այլ կարգի դիվիդենդներով։ Դրանք կարող են լինել զուտ քաղաքական, կարող են լինել նաև տնտեսական։ Գազպրոմի դեպքում քաղաքականն ու տնտեսականը խիստ փոխկապակցված են։ Ամեկ լուսի զրուցակիցն է տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը։ Բաբկեն, այս բոլոր միջոցառումները, որոնց մասին ասել է Գազպրոմ Արմենիան, դիմելով հանրային ծառայությունների հանձնաժողովին, ինչու հնարավոր չէր անել, ասենք, մի տարի առաջ։
Ինձ թվում է հնարավոր էր 1 տարի առաջ անել, ուղղակի ցանկության խնդիրն է։ Այդ քայլերը, որ իրենք հիմա անում են, այնպես չի, որ ինչ-որ լուրջ պայմաններ ա փոխվել, իրենց ֆինանսական հոսքերն են ավելացել կամ բարենպաստ պայմաններ են ստեղծվել, զուտ ցանկության հարցեր ու սա նվեր է կոպիտ ասած, այլ հարցը թե հիմա ինչու որոշվեց հենց հիմա այդ նվերը մատուցել։ Իսկ ֆինանսական հոսքերը ձեր գնահատմամբ քչացել են թե շատացել են, ասենք 1 տարվա ընթացքում։ Ֆինանսական հոսքերը իհարկե քչացել են ու սպառումը նվազել է ակնհայտորեն, այսինքն հիմա հակառակը այդպիսի քայլի գնելը իրենց համար ավելի ոչ նպաստավոր էր, քան նախկինում, բայց իրենք ինչպես հայտարարեցին, որոշ տեղերից ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ ունեն, ու ամենազարմանալին այն է, որ դրանք դեռ վերջնական չեն, այսինքն բանակցությունների մեջ են ու այդ բանակցությունները դեռ չեն ավարտվել։ Ինչու 7.7 եւ ոչ թե 8.6 ասենք։ Իրենց հաշվարկների մեջ երևի եկել են հանգել են այդ թվին։ Իհարկե սոցիալապես անապահովների համար ավելի կլորացել են թիվը, ուղիղ 100 դրամ են սարքել, խոշոր սպառողների համար դոլարի կուրսի հետ համարժեք են դրել։ Այդպիսի կոնկրետ թվեր դնելը նաև մեսեջ է, որ ամեն ինչը մենք շատ ճշգրիտ ենք արել, ոնց որ օրինակ զանգում եք տաքսի ծառայություն, ասում են 7 րոպեում մեքենան տեղում կլինի, նույնն էլ այս դեպքում է, այսինքն մենք բոլոր դետալները հաշվի առնելով ենք այդ հաշվարկը ներկայացնում։ Ձեր գնահատմամբ գազի սակագնի իջեցումը կբերի արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը։ Արդեն պաշտոնապես Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, որ կբերի ու հենց իրենք են այդ պրոցեդուրան նախաձեռնելու, բայց չեմ կարող ասել թե ինչքանով։ Ամեն դեպքում էական չի լինի, եթե գազը ինքը նվազում է մոտավորապես 5%-ով, սակագինը, հաշվի առնելով այդ գազի ծախսը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ավելի քիչ չափով է նվազել, կարող է 2-3%-ով էլեկտրաէներգիայի սակագիններն։ Կարևորը չի թանկանա։ Չի թանկանա, այո։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը։ Հիմա երբ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չէ, պարզվում է, որ նա պատմափիլիսոփայական իսկական դոկտոր էլ չէ։ Ցանկալի էր, որ դա պարզվեր այն ժամանակ, երբ Սուրիկ Խաչատրյանը պաշտոնավարում էր։ Դիտեք նաև մեր վերջին խոսքը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մենք կհանդիպենք ուրբաթ օրը։ Սուրիկ Խաչատրյանի հարցով հոգնեցինք, նա դոկտոր չէ, մի անկապ թուղթ ուներ, նա մեզ մոտ չի պաշտպանել։ Войско взбунтовалось. Говорят, царь не настоящий.